Ողջույն հարգելի դիտողներ, եթերում է Մաֆիան քաղաքում նախագծի հերթական օրագիրը։ Ես Նոնա Բաղդասարյանն եմ եւ մենք այսօր կծանոթանանք երկրորդ եթերաշրջանի մյուս մասնակիցների հետ։ Այսօր մենք հյուրընկալվել ենք Չերի մաֆակում, որը ի դեպ վերջերս է վերաբացվել Քաջազնունի 9/6 հասցեում, որտեղ եւ ունենալու ենք հրաշալի խաղեր։ Անցկացնելու ենք ուսուցողական խաղեր մեր մասնակիցների հետ, դե ինչ շատ հետաքրքիր է լինելու, միացեք մեզ։ Դե ինչ հարգելի մասնակիցներ, այսօր մեզ մոտ մեր ուսուցողական խաղերի վերջին խաղային օրն է եւ շուտով արդեն դուք պատրաստ կլինեք մրցաշարին։ Հուսով եմ բոլորդ այս ուսուցողական խաղերի շրջանակներում ծանոթացաք խաղի կանոններին, ովքեր որ ծանոթ էին վերհիշեցին խաղի կանոնները։ Դե ինչ փորձենք խաղալ եւ գիշեր։ Ողջույն եմ մասնակիցներին, դուք գիտեք, որ ես համարում եք Մեզ հետ է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ողջույն հարգելի Ծովինար։ ողջույն։ Կասեք ինչքանով է ձեզ հոգեհարազատ մաֆիա խաղը եւ ինչ ակնկալիքներ ունեք առհասարակ, որ Չերի ակումբում խաղում եք։ Հոգեհարազատ է, որովհետեւ դեռ պատանեկության տարիներից շատ եմ խաղացել մաֆիա խաղը, շատ եմ սիրում։ Չնայած խաբելու մեջ այդքան էլ չկամ իրականում, բայց հետաքրքիր է կարծես ներկայացում լինի, էլի։ Ոնց ենք մենք կերպարանափոխվում, ուրիշ մարդ առնում, նույն այս խաղի ժամանակ, իսկ ինչ ակնկալիքներ ունեմ, շատ հուսադրող, շատ լավ, պոզիտիվ, իմիջիայլոց շատ լավ թմեր են հավաքվում, շատ հետաքրքիր մարդկանց հետ ես ծանոթանում, եւ կարծում եմ դա արդեն բավականին դրական է։ Իսկ ո՞րն է ձեր սիրելի խաղաքարը։ Սևերից մեկը, բայց ոչ դոնը, չեմ սիրում առաջին համարը եւ չեմ սիրում 10 համարը։ Այդպես է։ Իսկ այստեղ մարտավարություն սովորել եք։ Արդեն սովորում եմ, կամաց։ Իսկ մինչ այս խաղացել եք մաֆիա։ Այո, շատ։ Սիրողական, երևի։ Այո, դե սիրողական մակարդակի վրա է։ Շատ շնորհակալ եմ եւ ինչ կմաղթեք մասնակիցներին։ Համբերություն, նաեւ այս խաղը կարևոր է նրանով, որ էմոցիաները կարող են մեզ ճիշտ բաշխել եւ կարողանում ես քեզ զսպել ինչ որ տեղել, մարդիկ կան ովքեր չեն զսպում, հեռանում են խաղից, ջղայնանում են, հերթայնանում են։ Դրա համար մաղթում համբերություն։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ ձեզ նույնպես հաղթանակ եւ համբերություն։ Շնորհակալ եմ։ Ասենք համար 10 ջան, համար 2-ի հետ ինչի՞ ես կիսում, այս մարդը։ Մեզ հետ է գեղեցկուհի երգչուհի Իրինա Հարությունյանը։ Ողջույն հարգելի Իրինա։ Ողջույն։ Կպատմեք մաֆիա խաղից, ինչպես եք սկսել խաղալ եւ որ խաղաքարով եք սիրում խաղալ։ Առհասարակ բոլոր խաղաքարերով սիրում եմ խաղալ իրականում, կարևորը որ հետաքրքիր մտածող տենց մարդկանց հետ խաղամ, իմ համար դա շատ կարևոր է։ Ես այդ խաղի ժամանակ նույնիսկ բացահայտում եմ մարդկանց բնավորությունը, թե ինչ ստրատեգիա ունի մարդ, ոնց կարողանում է մտածի, սևի ժամանակ ոնց կարողանում է թաքցնի, կամ կարմիրի ժամանակ ոնց է կարողանում ճիշտ կողմնորոշվել մարդկանց գալ եւ շատ լավ առիթ ընձեռնվեց ինձ, որպեսզի կարողանամ նկարահանման ժամանակ իմ սիրած խաղը խաղալ։ Եվ շատ ուրախ եմ դրա համար։ Իսկ ինչպես են ընթանում ուսուցողական խաղերը, ինչ եք կարծում դուք առաջընթաց ունեք։ Այո, կարծում եմ ունեմ առաջընթաց։ Սկզբից երբ որ արդեն սկսել էր խաղերը, նոր էինք խաղերի մեջ մտնում, շատ դետալներ եւ նյուանսներ չգիտեի, ընթացքում սովորեցի, հուսով եմ, որ խաղի ժամանակ դա ինձ պետք կգա։ Շատ բարի, իսկ ունեք ֆավորիտ մասնակից։ Ծովիկը, Սամվել Գրիգորյանը, Արմինե Գրիգորյանը, բոլորին շատ սիրում հարգում եմ ու շատ կուզենամ, որ մի թիմում խաղանք միասին։ Շատ բարի, շնորհակալ եմ, իսկ ինչ եք մաղթում մասնակիցներին։ Հաղթանակ։ Շնորհակալ եմ հարգելի Իրինա։ Ես նույնպես։ Ողջույն եմ բոլորին։
Անկեղծ ասեմ, որ առաջի Ահա տեսնում ենք եւս մեկ սիրված դերասան հաղորդավար շոումեն Սամվել Գրիգորյանին, ողջույն Սամվել, բարև ձեզ։ ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ինչպես գիտենք, ձեզ հետ մրցաշարին մասնակցում է նաև ձեր քույրը Արմինե Գրիգորյանը, ինչ եք կարծում նրա մասնակցությունը կխանգարի ձեզ խաղում։ Դու կարմիր խաղացողի համար հակառակը կարծում եմ կնպաստի, որովհետև ճանաչում եմ բաղուց, այսինքն ամեն ինչ բաց կլինի միանգամից խաղի ընթացքում։ Եթե սեր լինեմ, բնականաբար խանգարի, որովհետև ինքն ինձ լավ ճանաչում եմ։ Իսկ հաղթելու դեպքում կիսվելու եք Արմինեի հետ ձեր հաղթանակով։ Ինչ հաղթանակի ինչ ունենք, որ կիսվեմ կամ չկիսվեմ։ Չէ, ունենալու ենք մրցանակներ, տարբեր մրցանակներ։ Չեմ կիսվելու ոչ մի բան։ Իմ է իմն։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ եւ մասնակիցներին ինչ կմաղթեք։ Հաջողություն բոլորին իհարկե։ Շատ շնորհակալ եմ, ես եւս ձեզ հաղթանակ եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Ողջույն հարգելի Սերգեյ, ներկայացեք խնդրեմ եւ պատմեք ձեր գործունեության մասին։ Ողջունում եմ ձեզ, ես Ոսկանյան Սերգեյն եմ, Ոսկանյան իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրենը։ Ուզում եմ ասել, որ ընկերությունը զբաղվում է իրավունքների շահերի պաշտպանությամբ, իրավունքի բոլոր ոլորտներում, քրեական, քաղաքացիական, վարչական, տնտեսական, կորպորատիվ փաթեթների ստապանքում։ Մի խոսքով ծածկել ենք իրավաբանության հետ կապված ընդհանուր բոլոր բնագավառները։ Սերգեյ, գիտեմ, որ մաֆիա խաղի սիրահար եք, ինչն է ձեզ գրավում մաֆիա խաղում եւ խնդրեմ պատմեք ինչպես են անցնում ուսուցողական խաղերը Չերի մաֆակումբում։ Քանի որ մեր մասնագիտությունը, մասնավորապես փաստաբանությունը որոշակի առումներով շատ նման է մաֆիային, ինչի եմ սա ասում, որովհետև եւ փաստաբանության մեջ, իրավաբանության մեջ ընդհանրապես եւ մաֆիայի մեջ բազմաթիվ են ինտրիգային պահերը, բազմաթիվ են իրավիճակները, երբ որ դիմացի կողմը հակառակորդ կողմը ուզում է ցանկետավոր ասած քեզ խաբել եւ դու պիտի պաշտպանվես, կամ դու պիտի խաբես ճիշտ ճշմարտանման եւ այլն։ Այս առումով մաֆիան մեր մասնագիտությանը շատ նման է եւ պատահական չի, որ մաֆիա խաղերը շատ հավանել եմ եւ մեծ սիրով խաղում եմ։ Իսկ ինչ եք կարծում առաջընթաց ունեք այս ուսուցողական խաղի շրջանակներում։ Բնականաբար մեզ թվում էր թե մենք մաֆիա խաղալ գիտենք, բայց պարզվեց, որ ուսուցողական խաղերի ժամանակ շատ ավելի խորը, շատ ավելի հագեցած եւ շատ ավելի ինտրիգային խաղերով մասնակից լինելով եւ ականատես լինելով պարզվեցինք, որ մենք այդքան էլ լավ չգիտենք մաֆիա խաղալը եւ կարելի ասել նոր թափով, նոր ոգևորությամբ սկսեցինք խաղալը, ահագին նոր բաներ սովորեցինք, ահագին նոր քայլեր, նոր իրավիճակներում փոխվելու հմտություններ ձեռք բերեցինք։ Ուսուցողական խաղերը կարծում եմ պարտադիր էր բոլորիս համար, որպեսզի շատ ավելի լավ կարողանանք խաղալ մաֆիա։ Իսկ ինչ կմաղթեք մասնակիցներին։ Մասնակիցներին տեսեք բնականաբար մասնակիցների որոշ մասը պարտվելու է, որոշ մասը հաղթելու է, ես բոլորին ուղղակի ցանկանում եմ մաղթել էմոցիոնալ խաղ, հիշարժան խաղեր, որպեսզի խաղից հետո քննարկելու, ոգևորվելու, վիճելու թեմաներ ունենան մասնակից։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես համաձայն եմ համարինի հետ, ես էլ եմ տեղեկատվություն դնում 10-ի վրա։ Մեզ հետ է գործարար մասնակիցներից Հայկ Ավետիսյանը, ողջույն Հայկ, մի փոքր պատմեք ձեր կազմակերպության մասին։ Բարև ձեզ, Ghost Production-ի հիմնադիր տնօրեն եմ հանդիսանում, փորձեմ համառոտ ներկայացնել, ունենք casting ստուդիա, որտեղ ներգրաված են Հայաստանի լավագույն դերասանները եւ մոդելները։ Ունենք մոդելային դպրոց, որտեղ որակավորում ենք մոդելներին եւ հնարավորություն ենք տալիս մասնակցելու թե Հայաստանում, թե արտասահմանում ցուցադրությունների եւ մրցույթների։ Տրամադրում ենք SMM ծառայություն բոլոր բրենդներին, ինչպես նաեւ էքսպոների համար ստենդեր ենք պատրաստում, եթե օրինակի համար ինչ-որ մեկը չի կողմնորոշվում ինչ ստենդ, որտեղից ստենդ, որակով ստենդ վերցնի կամ պատվիրի, թող միանգամից զանգարի մեզ, մենք ամեն ձև պատրաստենք իրենց կողքին լինել։ Շատ բարի Հայկ ջան, իսկ ո՞րն է ձեր սիրելի խաղաքարը մաֆիա խաղում։ Բոլոր խաղաքարերը իմ համար նշանակալից են, ամենաշատը սիրում եմ կարմիրը, որովհետև ես թմային խաղացող եմ, սիրում եմ թմի հետ խաղալ, իսկ կարմիրը ինքը ինձ թմակիցների հետ միասին վարելու խաղ է ընդհանուր։ Իսկ ինչ կասեք Չերի մաֆակումբի մասին, այստեղ դուք սովորել եք խաղալ։
Այո, ես ուրիշ ձև էի պատկերացնում մաֆիան, որ լրիվ ուրիշ լեվելի էր։ Առաջին անգամ որ եկա խաղացի, հասկացա, որ այս խաղապար չի հաստատ, լրիվ լուրջ է, ես անդադ սեղանը կիսում էի, ջարդում էի, չգիտեմ, անդադ իմ պատճառով անդադ թերություններ էր լինում, անդադ ընդհատվում էր, հետո արդեն կամաց սովորեցի, դե ոնց հասկացա բոլոր պրոֆ խաղացողների մոտ էլ այդ խնդիրները եղել են սկզբից, հետո արդեն ընթացքում շտկել են։ Շատ բարի, իսկ ինչ կմաղթեք մասնակիցներին։ Ունենան հաճելի խաղ, որովհետև բոլորս միասին եկել ենք այդ հաճույքը վայելելու զուտ։ Մաֆիան այդ խաղն է, որ պետք է վայելես։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Սական շրջանը համարին է ձեր ներգրովում։ Մեզ հետ է շատ սիրված ֆուդբլոգեր Լեդի Անին, ողջույն Անի։ Ողջույն սիրելիս։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դու։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Կպատմես ինչքանով է քեզ հոգեհարազատ մաֆիա խաղը եւ ինչ առաջընթաց ես ունեցել դու Չերի մաֆիակումբում հենց։ Մաֆիա խաղը հոգեհարազատ է, որովհետև պապաս սովորացրել է խաղը ինձ խաղալ, բայց երբ որ արդեն սկսեցի ուսուցողական խաղերին գալ, մասնակցել, հասկացա, որ այն գիտելիքները, որ ես ունեի, դեռ շատ աշխատելու տեղ կար այդ գիտելիքների վրա, ու հիմա կարծում եմ միջինից ավելի լավ եմ խաղում։ Իսկ որն է քո սիրելի խաղաքարը եւ ինչ մարտավարություն ես ձեռք բերել, արդյոք սևով կարողանում ես խաղալ, սովորել ես այստեղ մարտավարություն։ Ինձ թվում է ինձ խաղը ավելի հետաքրքիր է կարմիրով խաղալ, սևով հաղթելն ավելի հավես, բայց կարմիրով խաղալը ավելի կգերադասնի, որովհետև կարմիրով խաղալը ավելի հետաքրքիր է, ավելի դու քեզ համար բացահայտելու գույներ ունես, սևով ամեն ինչ գիտես, սևով հաղթելն է դժվար, իսկ կարմիրով խաղը բացահայտելը։ Իսկ ինչ կմաղթես մասնակիցներին։ Ես բոլորիս մաղթում եմ հետաքրքիր, լավ, կառուցողական, տրամաբանված խաղ ունենալ։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար, քեզ հաջողություն եւ հաղթանակ։ Եվ նույնպես։ Ապրես։ Ամբողջ օրը տասնու տեսակ ինի խոսալ։ Մարդ, որը ամբողջ բավի ժամանակ խաբեց։ Մեզ հետ է սիրված դերասան Լևոն Հարությունյանը, ողջույն պարոն Հարությունյան։ Բարև ասում, բարև։ Ոնց ես։ Լավ, մերսի։ Ճիշտ ասա, ուր էիք բա։ Այստեղ չէի։ մոտակայքում։ Պարոն Հարությունյան, կասեք, ինչքանով է ձեզ հոգեհարազատ մաֆիա խաղը եւ արդյոք դուք Չերի մաֆիակումբում եք սովորել խաղալ, թե մինչ այդ խաղում եք։ Չէ, ես այս խաղը շատ վաղուց եմ խաղում, մի պաուզա եղավ, հանկարծ հասկացա, որ կարոտում եմ այս խաղին, ու լավավոր էս Չերի ակումբը բացվեց, ու հիմա ովքեր ուզում են իմանալ այս խաղի նրբությունները ու ընդհանրապես այս խաղի օրենքները, որտեղ այս խաղը ժամանակ առ ժամանակ իր օրենքները փոխում է, դա նորմալ է, կյանքում էլ մաֆիայի մեջ օրենքները միշտ փոխվում են։ Ինձ իհարկե հոգեհարազատ է, բայց ես սիրում եմ կարմիր խաղալ։ Սևը չի ստացվում իմ մոտ, ճիշտ ասած, ասենք կարող է տարվա մեջ 2 անգամ ստացվել, բայց դրապես չեմ կարողանում խաբել։ Իսկ այս խաղի մեջ ոչ թե այս խաղը սովորացնում է խաբել, այլ այս խաղը սովորացնում է կյանքին ուրիշ աչքով նայել, մարդկանց ուրիշ ձև ընկալել։ Մի խոսքով այս խաղը մշլելնի է, մտածելակերպ է փոխում ու վերաբերմունք։ Շնորհակալ եմ, իսկ ինչ կմաղթեք մասնակիցներին։ Լավ խաղ ու ամենակարևորը յուրաքանչյուր խաղից հետո հաճույք ստանան ու ամենակարևորը որ դուք միշտ լինեք այս ակումբում, որտեղ ձեր աղոլան լավն է։ Ոայ, շատ շնորհակալ եմ, ես փոխադարձը։ Դառնա թե ով ավելի սև, ով ավելի կարմիր, հա։ Մեզ հետ է գործարար մասնակիցներից Արփինե Մխիթարյանը, ողջույն սիրելի Արփինե, ինչպե՞ս ես։ Ողջույն սիրելիս, շատ լավ։ Ամեն ինչ շատ լավ է։ Եթե այստեղ եմ, էլ ավելի լավ։ Շատ բարի Արփինե ջան, կպատմես մի փոքր քո գործունեության մասին։ Ոյ, իմ գործունեությունը ընդհանրապես կապ չունի մաֆիայի հետ, բայց ես աշխատում եմ երեխաների հետ, նախադպրոցական կրթական ծրագիր եմ իրականացնում, Օկիդոկի մանկապարտեզների ցանցի հիմնադիր տնօրենն եմ արդեն 19 տարի։ Բայց մաֆիան շատ եմ սիրում, անկախ ամեն ինչից, իհարկե երեխաներին մենք սովորեցնում ենք ճիշտ խոսել, լավ բաներ ասել, չխաբել, չնայած մաֆիան խաբելու մասին չի, այլ ավելի ինտելեկտուալ խաղ է,
որտեղ որ ես արդեն համարյա թե հմտացել եմ։ Շատ բարի, ես հենց այդ հարցն էլ ուզում եի քեզ տալ, ինչ կպատմես, դու առաջընթաց ունես չերի մաֆակումբում, թե ոչ։ Հա, իհարկե ունեմ, որտեղ երբ որ ես հիշում եմ իմ առաջին խաղերը եւ հիմա արդեն բավականին առաջընթաց կա եւ հուսով եմ լավ խաղենք ունենալու եթերաշրջանի ժամանակ։ Շատ բարի, շնորհակալ եմ, իսկ գուցե դուք ունեք ֆավորիտ մասնակից։ Ոյ բոլորին սիրում եմ։ Բոլորը շատ լավն են եւ կուզենամ որ բոլորի հետ խաղամ, որովհետեւ մեր խաղերը շատ հետաքրքիր են անցնում, ճանաչողական, ուսուցողական, ճանաչողական, այսինքն մեզ տալիս են շատ բան, որովհետեւ մենք եթերաշրջանի ժամանակ էլ ավելի լավ կարողանանք խաղալ։ Բայց բոլորին շատ սիրում եմ։ Շատ բարի, շնորհակալ եմ, իսկ ինչ կմաղթեք մասնակիցներին։ Մասնակիցներին կմաղթեմ, որ միշտ հաղթեն կարմիրները, այսինքն թիմային խաղ իրար հասկանալ, իրար հավատալ, այդ կմաղթեմ։ Շատ բարի, շնորհակալ եմ, հարգելի Արփինե։ Ես եմ շնորհակալ ձեզ հյուրընկալելու իմ սեր կողմում։ Դժվար իրավիճակ է ստեղծվել, քանի որ պատասխանատվությունը թողեցիք ինձ վրա։ Մեզ հետ է այսօր գործարար մասնակիցներից Նաիրա Զաքարյանը։ Ողջույն Նաիրա, ինչպե՞ս ես։ Ողջույն Նոնա ջան, հրաշալի, իսկ դու։ Շատ լավ, շնորհակալ եմ Նաիրա, դու այսօր շատ գեղեցիկ ես։ Շնորհակալություն։ Ինչպես եւ միշտ։ Նաիրա, կարող ես ասել, ինչ հմտություններ ես ձեռք բերել չերի մաֆակումբում խաղալիս եւ որքանով է քեզ հոգեհարազատ մաֆիա խաղը։ Մաֆիա խաղը ինձ ավելի ծանոթ էր սիրողական, իսկ չերի մաֆակումբում ավելի սովորեցինք խաղալ պրոֆեսիոնալ, ձեռք բերեցինք բավականին հմտություններ, կարող եմ ասել բավականին ստացվում։ Շատ բարի Նաիրա ջան, իսկ ո՞րն է քո սիրելի խաղաքարը եւ արդյոք ունես դու ֆավորիտներ խաղում թե ոչ։ Սիրելի խաղաքարը շերիֆի խաղաքարն է, շատ եմ սիրում շերիֆի խաղը, եթե լավ է ստացվում։ Ֆավորիտներ դեռ չունեմ, քանի որ բոլորս էլ դեռ սովորում ենք, դրա համար հստակ ֆավորիտ չեմ կարող ասել։ Շատ բարի Նաիրա ջան, իսկ ինչ կմաղթես մասնակիցներին։ Մասնակիցներին կմաղթեմ հետաքրքիր խաղ, տրամաբանական, արգումենտալ եւ ինչու ոչ նաեւ ինտրիգային։ Իսկ հաղթանակ թող հաղթի լավագույնը։ Շատ բարի, շնորհակալ եմ քեզ, հաղթանակ եւ հաջողություն։ Շնորհակալություն Նոնա։ Իսկ հիմա առաջարկում եմ անենք համալիք։ Մեզ հետ է շատ սիրված երգչուհի Արմինե Գրիգորյանը, ողջունում եմ ձեզ Արմինե։ Ողջույններս ձեզ, սիրելի Նոնա։ Շնորհակալ եմ, ինչպես եք Արմինե։ Շատ լավ, ես նույնպես շնորհակալ եմ Արավերի համար, միշտ շատ հաճելի է այստեղ։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, մրցաշարին ձեզ հետ մասնակցում է նաև ձեր եղբայրը Սամվել Գրիգորյանը։ Այս հարցը ես ձեր եղբորը եւս տվել եմ եւ ձեզ հիմա փորձեմ տալ, իսկ հաղթելու դեպքում ինչ եք կարծում մրցանակով կկիսվեք ձեր եղբոր հետ, հաղթողները ստանալու են մրցանակներ։ Սիրով կկիսվեմ, որովհետեւ մենք տարիներ շարունակ ես ու Սամվելը մեր ծնունդը նույն օրն ենք արել, որովհետեւ կար պատճառ դրան։ Եվ բնականաբար դիքնվելներ ենք ստացվել եւ սիրով կիսվել ենք, այդպես որ այս դեպքում նույնպես կկիսվենք։ Շատ բարի, շնորհակալ եմ, իսկ ինչ կմաղթեք մասնակիցներին։ Մաղթեմ հաղթանակ, կմաղթեմ լավ տրամադրվածություն, կմաղթեմ ճիշտ խաղ, կմաղթեմ մասնակցություն։ Մասնակցությունը բերում է հաղթանակ, բնականաբար սիրով համեցեք այստեղ խաղալու, ասիկ խաղանք։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ Սևերի հաղթանակ, այն Սևերի 4-8։ Եվ էլ ինչ մաֆիա կամ չերի մաֆակում առանց մեր հիմնադիր պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի։ Ողջույն Արտյոմ, ինչպե՞ս եք։ Ողջույն, շատ լավ եմ, շնորհակալություն։ Այսօր մեր մոտ ընթանում էր վերջին ուսուցողական խաղերը եթերաշրջանից առաջ եւ այս ուսուցողական խաղերը որոշեցի ոնց որ սենսեի ես զբաղեմ։ Հուսով եմ բոլոր մասնակիցները ստացան բավարար գիտելիքներ եւ հմտություններ եթերաշրջանից առաջ եւ շատ շուտով ապրիլ ամսից մեր եթերաշրջանը դա այդ առիթով շատ ուրախ եմ
որ վերջապես սկսում է երկրորդ եթերաշրջանը եւ Կենտրոն TV եթերում կմեկնարկի արդեն իսկ Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը։ Ինձ թվում է այս եթերաշրջանում կլինեն նոր բացահայտումներ եւ այն մասնակիցները, ովքեր որ պարտաճանաչ հաճախեցին այս ուսուցողական խաղերին, կփայլեն եւ կապացուցեն, որ Մաֆիան խաղում են ու լավ են խաղում, խաղալով եւ սովորելով այս խաղը։ Իսկ ինչպես են ընթանում ուսուցողական խաղերը, դուք ինքներդ գոհ եք։ Դե ուսուցողական խաղերը ընդհանուր առմամբ վատ չեն ընթանում։ Այս եթերաշրջանին, ինչպես գիտենք կամ արդեն իսկ տարածված է մեր Instagram-յան եւ սոցհարթակներում, մասնակցում են 15 գործարար եւ 15 մեդիա ներկայացուցիչներ, բոլորն էլ նախապատրաստվում են, հաճախում են, փորձում են սովորել, ովքեր որ չգիտեն, մեկ անգամ ես հիշեցնում այս մրցաշարը, այս նախագիծը ինքը կրում է ուսուցողական բնույթ, մենք փորձում ենք պրոպագանդել Մաֆիա խաղը մեր հանրության մեջ, երիտասարդության եւ ընդհանուր ազգաբնակչության շրջանակում, քանի որ Կենտրոն հեռուստաընկերությունը սփռված է ամբողջ Հայաստանով մեկ եւ առաջին եթերաշրջանից հետո բավականին մեծ նամակներ են եկել, դիտողություններ են եղել, առաջարկներ են եղել մեր սիրելի հեռուստադիտողի կողմից, որ պահանջարկը կա այս հաղորդաշարի եւ մենք կփորձենք շարունակել կլինեն այլ եթերաշրջաններ։ Ընդհանուր առմամբ գոհ եմ, մնում է բոլոր մասնակիցները պատշաճ կարողանան մասնակցել առաջիկա եթերաշրջանում։ Իսկ այս ուսուցողական խաղերի ընթացքում ունեք ֆավորիտներ, որոնք արդեն ձգտում են եւ կարող են հաղթել։ Ֆավորիտները ձգտել են բոլորս ձգտում են, ես եմ հանդիսանում որպես մասնակից, բնականաբար ես ինքս ինձ եմ ֆավորիտ համարում եւ մնացած բոլորը ինձ մրցակիցներ են, դա համար չեմ ուզում առանձնացնել ֆավորիտներ։ Արտյոմ, ես չեմ կարծում, որ դուք ունեք մրցակից, դուք միակն եք։ Փորձենք, չեմ ուզում առատումներ ժամանակից, փորձենք ցուցադրեմ այն խաղը, որին ես ինքս սպասում եմ եւ հուսով եմ կստացվի ինձ ցուցադրել հետաքրքիր խաղ։ Արտյոմ, եւ բոլորիս կողմից սպասված հարցը, երբ է վերջապես եթեր գնալու Մաֆիան քաղաքում է երկրորդ եթերաշրջանի նախագիծը։ Դե ինքը ինչպես գիտեք, ծավալուն աշխատանք էր կատարվել այս տարի։ Մենք արդեն ավարտեցինք ուսանողական լիգան նկարահանումը եւ արդեն իսկ ապրիլ ամսից սպասեք երկրորդ եթերաշրջանին։ Շատ բարի, շնորհակալ եմ Արտյոմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Դե ինչ, այսօր այսքանը ավարտվեցին մեր ուսուցողական խաղերը, այսօր ուսուցողական խաղեր Չերի Մաֆ-ակումբում եւ այս ուսուցողական խաղերով մենք ավարտեցինք նախապատրաստությունը երկրորդ եթերաշրջանին։ Հուսով եմ բոլոր մասնակիցները սովորեցին եւ պատշաճ կերպով հանդես կգան մրցաշարին։ Կհանդիպենք ապրիլ ամսին Կենտրոն TV-ի եթերում։ Թերևս այսքանը, սա մեր վերջին օրագիրն է, իսկ դուք կարող եք մեզ հետևել մեր պաշտոնական սոցհարթակներում եւ Կենտրոն հեռուստաընկերությունում, որտեղ եւ կտեղեկացնենք մեր նախագծի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Առայժմ